Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ինչ կարող է փոխվել վերահաշվարկի արդյունքում, կհայտնվի Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայներն ավելացել են, ընդդիմադիրները կվերցնեն մանդատները, այս եւ այլ թեմաների վերաբերյալ կխոսենք առաջիկա րոպեներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կհայտնվի ազգային ժողովում, թե ոչ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ չի կարող նախնական գնահատական տալ։ Մինչև ընդհանուր process-ը չավարտվի, ընդհանուր գնահատական չավարտվի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով։ Իրենք միտում են տեսնում, ասում են, երբ որ ԿՊ-ն տեսել է, որ իրենք 3/5 չեն կարող կազմել, այդ ժամանակ արդեն իրենց ձայները նվազել են։ Հարգելի լրագրողներ ջան, որտեղ է նվազել։ Ես կրկնում եմ։ Նվազել է, որ չեն մտել։ Չէ։ Հարգելի լրագրողներ, հրապարակված, տեսեք, նախնական արդյունքները հրապարակվել է։ Հրապարակվել է 2005 տեղամասային ընտրական հանձնաժողովի քաղվածները, արձանագրությունների քաղվածները։ Արձանագրությունները բոլոր են քաղաքական ուժերը, որոնք օրինակ ուժեղ Հայաստանը մեզանից խնդրել է, որպեսզի նայություն տան արձանագրությունների պատճենները ձեռք բերեն, որտեղ ինքը մի քիչ մեծ է, մենք այդ հնարավորություն տվել ենք։ Այսինքն ամեն ինչ թափանցիկ գնում է։ Տեսագրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։ Ներկայիս վերահաշվարկային իրականացում կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության պահանջով երկու ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն։ Օրենքն ու արդարությունը միանշանակ հուշում են, օրենքն ու իրավունքը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավելագույնը մինչև հունիսի 14-ը պիտի հայտարարի, որ ԿՀ-ն հաղթահարել է, Բարգավաճը հաղթահարել է 4%-ի արգելքը։ Հիմա ԿՀ-ն կտրվի օրենքի եւ իրավունքի ուժին եւ օրինական վճիռ որոշում կկայացնի, թե բեսպրիձելը կշարունակեն, դա արդեն կանխատեսել որևէ մեկ այսօր Հայաստանում չի կարող։ Բայց ելի եմ կրկնում, մեր մոտ արկա արձանագրություններով ի սկզբանե ընտրությունների հենց գիշերը մեր համար ակնհայտ է եղել, որ մենք հաղթահարել ենք Բարգերում։ Խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը կվերցնեն մանդատները, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները սպասում են Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ զարգացումներին իրենց հետագա քայլերը որոշելու համար։ Մանդատների հետ կապված հիմա մենք ըստ էության ոչ քաղաքական որոշում ունենք, ոչ էլ ըստ էության համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել։ Բնականաբար զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է արդյունքներ ամփոփ լինեն, սա նախնական արդյունքներ են ու ինչպես տեսնում եք իմ հրապարակած տվյալներից իրապես նախնական են ու բազմաթիվ ճշգրտումները կարող է ելքային լինել, օրինակ Բարգավաճ Հայաստանի ՇՄ հաղթահարելու։ Ես շատ բաց եւ անկեղծ ուզում եմ խոսել նաեւ խորհրդարանում ներկայացվածության մասին, որովհետեւ ձեր ամենաշատ հարցերը հենց դրան են վերաբերում։ Պետք է այստեղ ասել, որ այս թեմայով ընդդիմադիր դաշտում հենց հիմա ընթանում են քննարկումներ եւ դա շատ բնական է, որովհետեւ կարծում ենք, որ արդյունավետության տեսակետից այդ որոշումը պիտի լինի միասնական ընդդիմադիր դաշտի որոշում, որովհետեւ այլ կերպ ուղղակի արդյունավետ չի լինի եւ այստեղ պետք անհրաժեշտ է անկեղծ եւ ռազմավարական խոսակցություն։ Այս պահին մի շարք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է իրականացվում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից նշել են, որ վերահաշվարկի արդյունքում իրենց ստացած ձայներն ավելացել են 49.8%-ից դառնալով 49.9%։ Ինչ սպասելիքներ ունեն քաղաքական ուժերը վերահաշվարկից, ինչ կարող է փոխվել դրա արդյունքում։ Թեմային իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել։ Զոնա 7 դրոպ 26 տեղամասում, սա Չարենցավանում է։ Հայաստան դաշինքը ստացել է 112 ձայն, որ արձանագրության մեջ ֆիքսված է, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում մեր դիմաց գրված է 8 ձայն։ 21-15 տեղամաս, 1 ձայն ԿՀ կայքում 0 ձայն, 21-17 տեղամաս, 6 ձայն ենք ստացել, ԿՀ-ում 0 ձայն, 21-24 1 ձայն, ԿՀ-ում 0 ձայն։ Գրված է, Բարգավաճ Հայաստանը ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է 1 ձայն։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների արդյունքների տվյալների հետ համաձայն չեն։ Բարգավաճ Հայաստանի պարագայում օրինակ հարցը խորհրդարան մտնել-չմտնելու մասին է, ինչպես նաև խորհրդարանում ուժերի հավասարակշռության։ Երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասեց, որ մեզ 0.4% չի բավականացնել, որ հաղթահարենք ՇՄ, մենք շատ
արագ, ընդամենը 4 տեղամասի փաստաթղթերով տեսանք, որ մեր ձեռքին եղած արձանագրությունների թվերը պակասեցված են ներկայացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում եւ անմիջապես դիմեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով պատշաճ ընթացակարգով, որ առաջին հերթին որպեսզի մեր ընտրողների շահերը պաշտպանված լինեն։ Օրենքն ու իրավունքը հուշում են, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովն առավելագույնը մինչև հունիսի 14-ը պետք է հայտարարի, որ Բարգավաճ Հայաստանը հաղթահարել է խորհրդարան մտնելու շեմը։ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21-ը վերահաշվարկի դիմումներ չեն ստացել։ Մնացած 17 հանձնաժողովները ստացել են 30 դիմում։ Դիմումները ներկայացրել են Բարգավաճ Հայաստան, Միասնության թևեր եւ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ պահանջվել է վերահաշվարկել 555 տեղամասի արդյունքներ։ Ընտրական օրենսգրքով կարգավորում է այսպիսին. կարող են ներկայացնել բացառապես այն կուսակցությունների եւ դաշինքների լիազորները եւ տեխնացուները, որոնք քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա են եղել։ Բայց մենք որոշ կուսակցություններից նաեւ ահազանգեր ենք ստացել որոշ տեղամասերի արդյունքների հետ կապված եւ իրենք ահազանգել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ այս տեղամասերի արդյունքների հետ կապված որոշակի խնդիրներ են տեսնում, բայց օրինակ իրենց վստահված անձինք այդ տեղամասում չեն եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դիրքորոշումը այն է եղել, որ այնուամենայնիվ իրենք այդ տեղամասերի թվերը ուղարկեն մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, սահմանված կարգով իրենք կստանան իրենց մերժումները, բայց մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ իրականացնեն հենց տվյալ տեղամասի արդյունքները։ Մինչ ընդդիմադիր ուժերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ փորձում են բացահայտել եւ շտկել թույլ տված սխալները, իշխող ուժի ճամբարում այս գործընթացը կապում են ընտրության ընթացքում արձանագրված այլ խնդիրների հետ։ Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են ընտրական խախտումներից։ Բողոքում են մարդիկ, ովքեր որ համատարած երկրով մեկ բաժանել են ընտրակաշարք։ 2018 թվականից ի վեր Հայաստանում ընտրողների քվեների վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք չեն կեղծվում, կարծում է իրավաբան Տիգրան Եգորյանը։ Փոխարենը մեկ այլ խնդիր է առաջ քաշում. ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն, քանի որ խորհրդարանական ընտրությունների վրա արտաքին ուժերի ազդեցությունը մեծ էր։ Բոլոր հնարավոր միջոցներով ձայների ողցը իրականացվել, բոլոր հնարավոր ապօրինի միջոցներով։ Եվ այս ամենը կարծում եմ առայժմ անպատիժ է, բայց պատիժ ասելով ես նկատի չունեմ միայն քրեական հնարավորության եւ ընթացքի մասին մենք վարվել, այլ դա պետք է նաեւ իր արտացոլումն ունենա ընտրական իրավունքի տեսանկյունից եւ ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Այս հետապնդումները բավարար չեն եւ adekvat չեն ընտրական իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Դրանք պետք է հասցեագրվեն ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ հետագայում ընտրությունների արդյունքների վիճարկման միջոցով գնահատելով այդ ազդեցությունը, այդ ազդեցության ծավալը, այդ ազդեցության էականությունը եւ համապատասխան որոշումներ կայացվեն։ Բոլորը ունեն իրավունք վիճարկելու, դրա համար անհրաժեշտ է ներկայացնել բավարար հիմքեր, հիմնավորումներ։ Ընդդիմադիր ուժերը եւս քննարկում են ընտրությունների արդյունքները դատական կարգով վիճարկելու հնարավորությունը։ Ի տարբերություն իրավաբանի, նրանք կարծում են, որ ընտրությունները տեղի են ունեցել ոչ թե արտաքին, այլ ներքին ճնշումների պայմաններում։ Պատրաստվում ենք դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրության արդյունքները, սրա համար թիմը աշխատում է, ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կամ բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բողոքարկելու սցենարը դիտարկում է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այս 4 տղամասով գուցե չբավարարվենք, որովհետեւ ավելի խորքային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզանից ավելի շատ ձայներ են գրպանվել եւ գուցե մենք դիմենք ամբողջ ընտրական գործընթացը կամ գլոբալ ընտրությունների արդյունքները վիճարկելու հայցով։ Հիմա մենք ուղղակի սպասում ենք առայժմ ԿՂ ինստիտուցիոնալ արձագանքին, որից հետո պլան B-ել ունենք, պլան G-ել ունենք։ Եթե Բարգավաճ Հայաստանը չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը, դա ազդելու է ազգային ժողովում ուժերի հարաբերության վրա։ Իշխող քաղաքական ուժը ստանալու է խորհրդարանում 3/5 մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա նրանց ընդունել սահմանադրական օրենքներ եւ միանձնյա նշանակել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։ Ընտրությունների վերջնական արդյունքներն ու հնարավոր դատական գործընթացները Հայաստանում շարունակում են մնալ քաղաքական օրակարգի կենտրոնում։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։
Ներկայիս արդյունքներով ազգային ժողովի մանդատների բաշխումն ինչ կերպ է լինելու, ինչ բանաձևերի կիրառմամբ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնություն չունենալն ինչ է նշանակում, մանդատները չվերցնելն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հայրապետյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հայրապետյան, այս պահին եղած արդյունքներով ազգային ժողովի մանդատների բաշխումն ինչ կերպ է լինելու, ինչ բանաձևերի կիրառմամբ։ Այս պահի դրությամբ բարդ է հարցին պատասխանել, որովհետև ընտրակեղծիքների քանակը անհամեմատ մեծ է եւ այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ տարածքային ընտրական հանձնաժողովներում բազմաթիվ վերահաշվարկներ են լինում։ Արդյունքում կարծում եմ նախնական արդյունքով ՇՄՉ հաղթահարած կուսակցություններից մեկը Բարգավաճ Հայաստանը կմտնի ազգային ժողով եւ մենք կունենանք մոտավոր հաշվարկով բանաձևերը հիմք ընդունելով հետեւել պատկերը 61 մանդատ կունենա քաղաքացիական պայմանագիրը, 28 Սամվել Կարապետյանի գլխավորած ուժեղ Հայաստանը, 11 Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը եւ 5 պատգամավոր Բարգավաճ Հայաստանը։ Համենայն դեպս նախնական կանխատեսումը մանդատների բաշխման այս տրամաբանությունն է ենթադրում։ Այդ պարագայում, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, ինչպիսի պատկեր է լինելու, այսինքն քաղաքացիական պայմանագիրը ինչ հնարավորություններից է զրկվելու, որ այս պահին ունի օրինակ։ Բարգավաճ Հայաստանի ազգային ժողովում հայտնվելու պարագայում ըստ էության մանդատների նման բաշխումը քաղաքացիական պայմանագրին կզրկի ունենալ սահմանադրական մեծամասնություն, ինչը խոչընդոտ կստեղծի մի շարք հարցերում միանձնյա որոշում կայացնելուն, օրինակ սահմանադրական օրենքների ընդունում ինչպիսիք են նույն հենց ազգային ժողովի կանոնակարգը կամ ընտրական օրենսգիրքը, որը վերջին ժամանակներում բավական հաճախ փոփոխվեց, խոչընդոտ կստեղծի միանձնյա գլխավոր դատախազ, բարձրագույն դատական խորհրդի անդամներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ եւ նմանատիպ կառույցների անդամներ ընտրելու հարցում եւ ի վերջո խոչընդոտ կստեղծի նաեւ առաջիկայում բավական հայ ժողովրդի համար խնդրահարույց համարվող սահմանության տեքստի հանրաքվեի դնելու հարցում, ինչը կարծում եմ բավական մեծ հաղթաթուղթ կարելի է համարել այսօր ընդդիմության ձեռքում, որովհետեւ այսպես թե այնպես քաղաքացիական պայմանագիրը մենք 19 թվականին հիշում ենք ունեցել ենք վատ նախադեպ եւ միանձնյա փոփոխել էր սահմանադրությունը, այս պարագայում արդեն միանձնյան նմանատիպ գլոբալ որոշումներ հաջորդի ճակատագրի մասով ըստ էության ազգային ժողովի իրավասության շրջանակներում գործող եւ վերընտրված իշխանությունը չի կարող անել։ Իսկ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չհայտնվի խորհրդարանում, այդ դեպքում էլ չի կարողանա անել, որովհետև ամեն դեպքում այս պահին էլ քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունի, այս պահի արդյունքները նկատի ունենալով։ Այս պահի արդյունքներով էլ սահմանադրական մեծամասնություն իհարկե չունի եւ նշածս գործողություններն ըստ էության սահմանադրական մեծամասնություն ունենալու պարագային նոր հնարավոր է իրականացնել, ուղղակի Բարգավաճ Հայաստանի հավելյալ 5 մանդատի հայտնվելը ընդդիմության, որպես ընդդիմադիր դիրքավորված ուժի կողմից հետագայում նաև ավելի արդյունավետ կդարձնի պայմանական օրինակ սահմանադրական դատարան դիմելու այս կամ այն ընդունված միանձնյա ընդունված արդեն ոչ թե սահմանադրական օրենքներ կամ սահմանադրական օրենքների մասն է, այլ սովորական օրենքների ընդունման դեպքում, որոնք ակնհայտ հակասահմանադրական կլինեն, Բարգավաճ Հայաստանի մանդատները թույլ կտան ավելի, այսպես կոչված, հիմնավոր եւ մեծ քանակով դիմել սահմանադրական դատարան այս կամ այն օրենքի օրինակ սահմանադրականությունը վիճարկելու եւ ի վերջո մի տարի հետո մենք չենք բացառում, որ կարող ենք ունենալ impeachment-ի գործընթացի մեկնարկ եւ 5 մանդատի արկայությունը, այսպես ասած, ավելի քաղաքացիական պայմանագրի կողմից ավելի քիչ մանդատի ակնկալիք է ստեղծում, որը կարծում եմ բավական մեծ արդյունք կլինի ընդդիմության համար։ Այս օրերին ամենից քննարկվող հարցերից մեկը, եթե ընդդիմադիր որևէ ուժ կամ բոլորը օրինակ հրաժարվեն վերցնել մանդատները, ապա ինչ կլինի այդ պարագայում։ Իրականում հասարակության մեջ բավական թյուր կարծիք կա, որ օրինակ անցած ուժերը ընդունենք այս պարագայում վերահաշվարկի արդյունքում նաև 3 ընդդիմադիր ուժերը եթե չվերցնեն մանդատները, ապա կստեղծվի քաղաքական ճգնաժամ, ինքը մի քիչ թյուր կարծիք է, որովհետև եթե բոլոր ընդդիմադիր ուժերը ըստ էության հրաժարվեն վերցնել իրենց մանդատները, ավելի ցածր ձայներ հավաքած
ուժերի ձայները հաշվարկի արդյունքում կգլորացվեն եւ ազգային ժողովում կհայտնվեն ընդդիմադիր ուժեր, արդյունքում ազգային ժողովը կլինի ձևավորված։ Թե որքանով է լեգիտիմ լինելու այդ ազգային ժողովը եւ թե որքանով է արտահայտելու, այսպես ասած, ժողովրդի կամքը, դա հարցի մյուս կողմն է, բայց մանդատներ չվերցնելն էլ այստեղ մենք պետք է մի հատ կարևոր նյուանսի ուշադրություն դարձնենք։ Եթե մենք խոսում ենք ընտրված ուժի մանդատ վերցնելու մասին, ապա սա ենթադրում է, որ այդ ուժի նախընտրական ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նախընտրական ցուցակում արկա բոլոր падգամավորները նախտի պետք է հայտնեն ինքնաբացարկ, հակառակ դեպքում այդ падգամավորներից մեկի կամ երկուսի ազգային ժողովում հայտնվելը, անկախ նրանից նրանք հետո դառնան падգամավոր թե չէ, ըստ էության համարվում է ուժի կողմից մանդատ վերցրած։ Հետևաբար այս խոսույթը մանդատ վերցնել չվերցնելու դա դեռ եւս չի վերաբերում օրինակ ուժեղ Հայաստանի կողմից առաջին 28 համարին կամ Հայաստան Դաշնքի կողմից առաջին 11 համարին, սա համակարգային գործընթաց է, հատկապես ուժեղ Հայաստանն էլ Հայաստան Դաշնքն իրենք մի քանի ուժերից կազմված ըստ էության դաշինքներ են, հետևաբար այս գործընթացը շատ ավելի բարդ process է ենթադրում իրենից, քան ժողովուրդը կարող է պատկերացնել։ ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը անդամավճարները չվճարելու պատճառով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, եթե անդամ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, կազմակերպության խորհուրդը կարող է կասեցնել այդ երկրի մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը, իսկ եթե միտումը շարունակվի, որոշում կայացնել այդ երկիրը կազմակերպությունից հեռացնելու մասին։ Կանոնադրության համաձայն, եթե հարցը հասնի այդ փուլին, Հայաստանը քվեարկությանը չի կարող մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին, հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև անգամ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը տրամադրում է $20 միլիոն Հայաստանում փախստականների եւ երիտասարդ ձեռնարկատերերի համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու նպատակով։ Գումարը համալրվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհներով, ռիսկերի ապահովագրությամբ եւ տեխնիկական աջակցությամբ։ Այս փաթեթը վզեպի ներառական աճին նպաստելու հանձնառության լայն շրջանակի մի մասն է։ 10 միլիոն ԱՄՆ գումարի չափով վարկերից մեկը տրամադրվում է Եվրամիություն բիզնեսի համար վզեպ վարկային գիծ ծրագրի միջոցով եւ միտված է աջակցելու փախստականների սեփականությամբ եւ նրանց ղեկավարած ընկերություններին, ինչպես նաեւ այն բիզնեսներին, որոնք իրենց աշխատուժում ակտիվորեն ներառում են տեղահանված անձանց։ Եվս 10 միլիոն ԱՄՆ կտրամադրվի երիտասարդությունը բիզնեսում ծրագրի շրջանակում։ Այն հնարավորություն կընձեռի գործարկել հատուկ ծրագիր երիտասարդ ձեռնարկատերերի համար, որոնք դժվարանում են ֆինանսավորում ստանալ վաղ փուլում գտնվող բիզնեսի եւ սահմանափակ ֆինանսական պատմություն ունենալու պատճառով։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։